բայց միլիոնների մեջ դա թիվ չի էլ։ Ես երկու հարց ունեմ արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Իմ կարծիքով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը եւ հետեւաբար Ռուսաստանը իրենց շատ վատ են դրսևորել 22 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ներխուժեց մեր ինքնիշխան տարածք եւ իդեպ այնտեղից դուրս էլ չի եկել, ՀԱՊԿ որևէ բան չձեռնարկեց, որպիսի պաշտպանի իր անդամ երկրի անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Հիմա իշխանության գալով դուք շարունակելու եք ՀԱՊԿ-ից դուրս գալու process-ը, թե կփորձեք վերականգնել այդ իմ կարծիքով անօգուտ կազմակերպության հետ կապը։ Առաջին հերթին մենք ուսումնասիրելու ենք այդ process-ները, ինչի համար ՀԱՊԿ-ը իրեն այդպես է պահել, ինչի համար Ռուսաստանն է իրեն այդպես պահել։ Եթե տեսանք, ինչպես դուք ասեցիք, անիմաստ կազմակերպությունը իհարկե դուրս են գալու, բայց եթե այս իշխանությունները գիտեն, որ անիմաստ կազմակերպություն է ՀԱՊԿ-ը, արդեն քանի տարի է գոռում են դրա մասին, ինչը կարող են մեկ ստորագրությամբ դուրս գալ պրծնել։ 4 տարի, բայց ինչի համար դուրս չեն գալիս։ Ուրեմն պատճառ կա, որ դուրս չեն գալիս։ Միգուցե իրենք չեն կարողանում համագործակցել ՀԱՊԿ-ի հետ, Ալիևը թույլ չի տալիս համագործակցել ՀԱՊԿ-ի հետ, Էրդոգանը թույլ չի տալիս համագործակցել ՀԱՊԿ-ի հետ, չուսումնասիրենք պատճառները։ Կա, ինչպես իրենք են ասել, սառեցրել են։ Ինչ են սառեցրել։ Դա չեն սառեցնում, կամ դուրս ես գալիս, կամ դուրս չես գալիս։ Ինչն է սառեցնում։ Մենք եթե իրոք տեսանք, զգացինք, որ ՀԱՊԿ-ը անգործություն է ցուցաբերել եւ հիմա էլ մեզ համար պետքական կառույց չի, շատ արագ կանենք հետևություններ։ 4 տարի չենք տանջվելու, որ բացատրենք մարդկանց, մենք սառեցրել ենք, նստենք սպասենք, թե ով է մեր գլխին տալիս։ Իսկ փոխարինող դուրս են գալիս ՀԱՊԿ-ից, վաղ առավոտ դուրս են գալիս։ Փոխարինողը ով է։ Այնա թող Մակրոնը ստեղ էր, մի հատ կարար սիրուն պայմանագիր ստորագրեր, որ Ֆրանսիան մեր երաշխավորն է բոլոր հարցերում։ Ես դեմ չեմ, ես ուրախ կլինեմ։ Թող Ամերիկայի հետ ստորագրի, նորից ավելի ուրախ կլինեմ։ Բայց ունենք ինչ ունենք, ունենք ՀԱՊԿ-ը, ունենք Ռուսաստանի հետ ստորագրած պայմանագրեր։ Հիմա մենք դուրս ենք գալիս եւ մնում ենք Ալիևի երաշխավորության տակ։ Դա ինչի է բերելու մեր երկիրը։ Դրա համար ցանկացած այդպիսի հարցերին մենք էմոցիոնալ չենք վերաբերվելու։ Ես վստահ եմ, որ Ռուսաստանը շատ կարևոր գործընկեր է Հայաստանի համար։ Եթե մյուս պետությունների մասով այսքան վստահ ես չեմ կարող ասել, բայց կուսումնասիրենք, միգուցե մենք իրենցից կարող ենք ավելի շատ օգտվել։ Բայց անել էմոցիոնալ քայլեր, ինչը կլինի ճակատագրական մեր երկրի համար, մենք չենք անելու դա։ Մենք ամեն քայլը շատ լուրջ ուսումնասիրելու ենք, մեծամտություն չենք անելու այս process-ներին, տարիների ընթացքում։ Դուք կարող եք զարմանալ, ես նույնիսկ Նիկոլ Փաշինյանից էլ եմ հարցնելու ինչ է կատարվել, որ հասկանանք խնդիրները։ Այ իր սխալն էր, որ փորձառու մարդկանցից չհարցրեց ոնց պատերազմ վարեմ։ Գնաց, արագ ստորագրեց, հանձնեց, վազելով եկավ եւ սկսեց Հայաստանում մեղավորներ ման գալ, թե խի չեք մեռել, դու խի չես մեռել, այն մյուսը խի չի մեռել։ Հասկանում եք։ Դա նրանից է, որ ինքը ասելու բան չունի։ Երբ մարդ ասելու բան չունի, սկսում է զառանցել։ Իրենք հիմա զառանցում են։
Երկրորդ հարցը Սնկի մասին չեմ ուզում այսօր ասել։ Սնկերի մասին։